Ժողովուրդ օրաթերթը գրում է. իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված։ Իրավապահ մարմիններում սպասողական տրամադրություններ են եւ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սահմանադրական դատարանի առաջիկա որոշման վրա։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մինչև հուլիսի 4-ը նախաքննական մարմինները հիմնականում զբաղված կլինեն նախապատրաստական աշխատանքներով, ամփոփելով արդեն հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ ուսումնասիրելով ձեռք բերված օպերատիվ տվյալները, իսկ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշումից հետո իրավապահները պատրաստվում են նոր ընթացք եւ առավել ակտիվ փուլ հաղորդել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթի հարուցումը, նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Հանձնաժողովը նշել է, որ այդ հայտարարությունների պահին Փաշինյանը գտնվել է արձակուրդում եւ հանդես է եկել որպես պատգամավորի թեկնածու, ուստի պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները տվյալ դեպքում կիրառելի չեն։ Բացի այդ, ԿԿՀ-ն ընդգծել է, որ նախընտրական շրջանում քաղաքական խոսքի ազատության սահմանները լայն են։ Թերթը հիշեցնում է, որ ԿԿՀ-ն ավելի վաղ նույն հիմնավորումներով մերժել էր նաեւ Փաշինյանի շունուշանգյալ արտահայտության վերաբերյալ Ավետիք Չալաբյանի բողոքը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԿՊ վարչության արտահերտ նիստը, երբ պարզվել է, որ Ռուբեն Ռուբինյանը ավելի շատ ձայներ է ստացել, քան Ալեն Սիմոնյանը, անցել է լարված մթնոլորտում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ քվեարկության արդյունքներից հետո նիստերի դահլիճը ցուցադրաբար լքել են Հասմիկ Հակոբյանը եւ Ալեն Սիմոնյանը։ Ըստ աղբյուրների նրանց քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության արտահայտում։ Հասմիկ Հակոբյանը մեկնաբանելով հրապարակումը ասել է. մեկնաբանելու կարիք չկա, հիմարություն է, սակայն թերթը պնդում է, որ իր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Հրապարակ թերթը գրում է. ՊՊ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, որը պատիժը կրում է Վարդաշեն ԿԿՀ-ում, պահման պայմանները վերանայվել են։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ նրա համար սահմանվել է բաց ռեժիմ, որը թույլ է տալիս դուրս գալ ՔԿ-ից եւ աշխատել։ Ըստ նույն աղբյուրների հաջորդ փուլում հնարավոր է քննարկվի նաեւ պայմանական վաղաժամկետ արձակման հարցը։ Թերթը նշում է, որ պաշտոնական պարզաբանում ստանալ չի հաջողվել, քանի որ ՔԿՑ-ից եւ Հարությունյանի փաստաբանից զանգերին չեն պատասխանել։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսվում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։ Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատյանը եւ Ահարոն Սահակյանը։ Նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն պատգամավորի կարգավիճակում։ Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի քաղաքապետի ՔՊ թեկնածու։ Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշյանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնել։ Մինչև 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանայվելու է։ Հրապարակ թերթը գրում է, որ ԿՊ-ն նախաձեռնել է փոփոխություններ ԱԺ կանոնակարգ օրենքում, ընդդիմությանը վերադարձնելով ԱԺ փոխնախագահի եւ մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների նկատմամբ իր իրավունքները։ Ըստ նախագծի, եթե ընդդիմությունը սկզբում թեկնածու չառաջադրի, խորհրդարանի աշխատանքը չի կանգնի, սակայն խմբակցությունը հետագայում կպահպանի այդ պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը։ Թերթը նշում է, որ ԿՊ-ն փաստացի հրաժարվում է 2022 թվականին իր նախաձեռնած փոփոխություններից եւ նախագծի հիմնավորումներում հողում է անում Սահմանադրական դատարանի որոշմանը։ Հրապարակի գնահատմամբ այս քայլով իշխանությունը փորձում է ընդդիմությանը մղել խորհրդարանական պաշտոններ ստանձնելու։